Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանք իրանց խմբակցության ներսում երկու հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո sense մամուլով վերնագրեր ա գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, բեմ այդ նախագիծը որ բերեն իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է։ Ցեղասպանության տենց ուրացողների թոփ 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ն ու 10-ն է որպես այդպեսին։ Ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով հետադարձույց չեն սովորաբար։ Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ եթե Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի այդ տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն են, ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավյունով լեցուն էր պարոն Բայդենը, ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է, որպեսզի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ է, ասա, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակ Չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրապետության ներկայացուցիչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես, ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք, Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք, հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք, հարկել, չէ, մի վարքյան։ Շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյան օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյան, չէ, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, այս կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց, սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասմողակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ, որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Պարոն Ալեքսանյան, ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը զուսում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղի ունեցել, ինչ զոհերի թվի հաշվարկի կամ ով էր անում, ինչն է կասկածի տակ։ Ով ասեց կասկածի տակ, ով է կասկածի տակ։ Եթե ասում եք դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, օրինակ, չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթ թուրքերը ոնց եկան իշխանության։ Էս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում հանկարծ չվերագրեք ինչ որ մեկ։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալմամբ պետք է հասկանալ երիտթ թուրքերը ոնց եկան իշխանության։
Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞ ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ։ Երիտթուրքերին իշխանություն բերեց դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Ձեր համար նորություն է դա։ Հաճիշտ ասած Դե չգիտեք։ տեսեք, բա հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է, որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեղ այո, դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, ենթադրենք դա բացահայտեցիք, դա ինչ է տալու, Ժորժը մեր պատմություն չէ, մեր որ ուզենայինք ասեցնել, վաղուց կասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնելով, ասում պետք է։ Պարոն Ալեքսանյան, դուք երբ եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային ժողովի։ Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդ ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահապործ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ասում է, ուղիղ վիճե։ Հիմա որ միացնեմ։ Ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Վարդանքի ֆանատը չեք, պարոն Ալեքսանյան, որ ծոցագրպանում։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում։ Հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կա նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Մի վարդան։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանի թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Եվ հիմա ամեն մի թալանչը պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, ես չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետություն։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում դա պետք է, բայց 7 տարին ինչ կապ ունի մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Մի վարքյան հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենա։ Վայ։ Որացած չենք, Վարդանի գալի չէ։ Դե ժողովուրդ, տնից եք ասում, ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ ունեցա բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ի ներքին հարցում, որ Սալիկ Մինասյանը չլինի առաջ։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակ ով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք ինչպես են հավաքել։ Ինչպես են հավաքել։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելու։ Ծերերը մասնակցում։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել որ քվեարկեք, ու այդ ծերը ասեց որ Մարտուն Գրիգորյանին է։ Մամուլում տեղեկություններ կան, որ Բիբարոյի Վիգենի միջոցով ինչ որ ընտրակաշառքի մեխանիզմ է։ Այդ մամուլում սոցցանցերում այդ տեղեկությունները։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք։ Անդիմադիր հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր։ Եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար։ Հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է։ Ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալման վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին։ Ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշառք է բաժան, 1000 ներողություն է, 1000 ներողություն է, կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք։ Եթե ինչ որ մեկը տենց պնդում անում մարդ իր դեմքով,
ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով։ Ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայն եք, որ ասենք Հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է։ Դե հիմա բա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Բայց դուք ինչ եք պրոյեկտը մեր։ Դե բայ դες մեկ դժվար է ապացուցել, ասում թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշառք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան ասում են փող կֆռա, մեզին հենց այնպես մարդիկ են։ Մյուսները չունեն, հիմա ասենք մյուս տեխնացիները։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշառք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնենց մարդիկ են մեզ պետք, որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա։ Որ գաղտնալս են ինչ կգտնեն, որ գաղտնալս են այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն, ուրիշ բան չեն կարող գտնել։ Միանշանակ եմ ձեզ պնդում, ուրիշ բան չեն կարող գտնել։ Այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած, թե որ իշխանություն չլինի, փայլակ ջան, անկեղծ դուք գյումրեցի եք, դուք գյումրեցի եք, սկանդալային ձայնագրություններ թող հայտնեն, ես ընդհանրապես հա, ես գյումրեցի եմ, դուք գյումրեցի եք, դուք լսել եք որևիցե գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք բաժան։ Չէ։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կան, ենթադրել, որ դրա նախագծում։ Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ Իսկ առաջին Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Տելեգրամյան ալիքը անում ունի։ Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գտնում։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կար, որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, ինչ էր մեդիա, չէ, ինչ է մեդիապորտ, այն որ բացարձակ ստերի տեզերքի չեմպիոններ ուղղակի, հա դե չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տվել։ Իշխանական է։ Չէ՞ որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար։ Զուտ մեդիապորտը հիշում եք ժողովուրդ ջան։ Ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին մեդիապորտ։ Դուք հիշում եք ինչ ստել եք տպվում։ Ու հիմա բան է կանում, բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեղ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտադրում։